այլ նաև ընդդիմության երեխեքն են ծառայում։ Եվ մեզ համար օրինակ երեկվա միջոցառումը ռազմական այդ շքերթը Երևանում որոշակի հարցեր առաջացրեց։ Հարցերը հետևյալն են. Հայաստանի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ բանակը օգտագործում է որպես քարոզչական առարկա։ Ոչ մի իշխանություն, դա ես օրինակ 10 տարի նախագահ եմ եղել, երբեք թույլ չեմ տվել որևէ նախընտրական ժամանակաշրջանում բանակը ներգրավել նման ձևով։ Առաջի դեպքը եւ միակը եղել է մինչ այս մեկը եղել է 96 թվականին։ Նույն ձևի պարադարեցին, հաջորդ օրը ընտրություններ եղան վատ հետևանքներով։ Բավական վատ հետևանքներով հենց իշխանության համար։ Մենք նման մոտեցում ընդհանրապես մերժում ենք։ Համարում ենք, որ բանակը պիտի լինի ապա քաղաքական, բանակը պիտի լինի հարազատ բոլոր քաղաքացիների համար, կապ չունի իշխանություն ես, թե ընդդիմություն ես, եւ բանակը ուղղակի անբարոյականություն է բանակը օգտագործել քարոզչական նպատակներով, ներքաղաքական նպատակներով։ Սա մեր մոտեցումն է եւ իմ sense արձագանքն է նրան ինչ կատարվեց։ Երևի կարճ եթե ասեմ, եւ կա եւս մեկ մեր գնահատականով բավական բարդ իրավիճակ կապված Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Հետևանքները շատ ծանր են լինելու։ Եվ մենք մի քանի ամիս է անընդհատ զգուշացնում ենք, որ չի կարելի անտեսել հսկա երկրի շահերը։ Չի կարելի հակադրվել, պետք է համագործակցել, բայց չի կարելի անել քայլեր, որոնք այդ երկիրը դիտելու է որպես սպառնալիք իր անվտանգության համար։ Այնինչ կատարվեց այստեղ ուղղակի պրոբլեմային է։ Եվ հիմա Հայաստանի ժողովուրդը, հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիները իրենց մաշկի վրա զգում են այդ քաղաքականության հետևանքները։ Բավական պրոբլեմային են եւ չի երևում, թե երբ է դա դզվելու։ Ինչ է ասում Փաշինյանը, ասում է ես կգնամ ԵԱՏՄ, իմ գործընկերների աչքերին նայեմ, քո աչքերի կարիք ոչ ոք չունի։ Պետության քաղաքականությունը աչքերի մեջ նայել չի։ Պետության քաղաքականությունը շատ կոնկրետ քայլեր է, դա դիվանագիտություն է, եւ այդ կոնկրետ քայլերը այն քայլերն են, որոնցով դու պետք է ցույց տաս, որ դու վստահելի գործընկեր ես, այլ ոչ թե այլ ուժերի ձեռքին գործիք։ Մենք վստահ կարող եմ ասել, այն խնդիրները, որոնք առաջացել են, շատ արագ իրենց լուծումը ունի։ Այս իշխանությունը լուծումը չի տալու, միայն խորացնելու է։ Լուծումը տալու ենք շատ արագ։ Եվ գյուղատնտեսության համար որևէ խնդիրներ երկրում չի ունենալու։ Իսկ գյուղատնտեսությունը նաև ընդհանրապես տնտեսությունը հետևյալն է լինելու։ Չես կարող туриզմ ունենալ ներքին, չես կարող առողջարանային պոտենցիալ ունենալ, եթե մարդիկ վճարունակ չեն եւ չկարողանան գան եւ գումարներ ծախսել։ Այսպես մեկը մեկի սնող տնտեսության ճյուղերն են։ Այսպես շատ կարճ մեր մոտեցումը եւ մենք առաջարկում ենք ձեզ ակտիվ մասնակցել ընտրություններին։ Ամենից վատ բանը չմասնակցելն է, Ժորժ ջան։ Ամենից վատ բանը։ Որովհետեւ չմասնակցողը հետո չի կարող որևէ մեկին մեղադրի, թե ինչու զարգացումները գնացին այլ ճանապարհով։ Մասնակցի, որոշում կայացրու, քվեարկի եւ հետո ամեն ինչ քո պատասխանատվությունը քո չափով, քո մասով ստացնի քո վրա։ Եղավ